Դուք հետևում եք, թե Հայաստանում եկեղեցուն, մայրաթոռին եւ վեհափառին ինչպիսի հարվածներ են հասցնում իշխանությունները եւ նրան միացած նաեւ հանրության շրջանում տիրադավեր անունը ստացած եպիսկոպոսները, ինչ կարող եք այդ առումով ասել եւ ինչպես են վերաբերում հայկական համայնքներում, Սփյուռքում, Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին։ Ես ամբողջ Սփյուռքի անունից իհարկե չեմ կարող խոսել, քանի որ լիարժեք տեղեկություններ չունեմ, թե Սփյուռքում ինչպես են վերաբերվում, բայց ինչ վերաբերում են նրան, որ թիրախավորված է մայրաթոռը եւ կաթողիկոսի անձը կառավարության կողմից եւ հանրության որոշ մասի կողմից, այդտեղ դրանով չի կարելի սահմանափակվել, դա պետք է արդար լինենք եւ ասենք, որ մայրաթոռը եւ կաթողիկոսի անձը այսօր թիրախավորված է նաեւ արտաքին ուժերի կողմից, դա կլինեն արևմտյան ուժերը, թե հենց նույն թշնամիները Թուրքիան կամ Ադրբեջանը, բայց արտաքին գործոնը այստեղ առկա է, դա պարզ երևում է, քանի որ հենց այդ շարժումը, սա շարունակությունն է այն շարժման, որը հենց 2018 թվականի հեղափոխությունից հետո սկսվեց, նոր Հայաստան, նոր կաթողի, նոր հայրապետ, այդպիսի այդ էր շարժումը եւ սա նրա տրամաբանական շարունակությունն է, բայց հիմքում դրված է 2018 թվականի ազգակործան հեղափոխությունը։ Վիրահայոց թեմի նախկին առաջնորդը եւս միացել է ձեր ասած ազգակործան քաղաքականությանը, ինչ կարող եք ասել նրա մասին, ինչ եք հիշում։ Ուրեմն ինչ վերաբերում է վիրահայոց թեմի նախկին առաջնորդին Վազգեն arczepiskopos Միրզախանյանին, քանի որ մինչև օրս նա դեռ կարգալույծ արված չի, վեղարակիր բարձրաստիճան հոգևորական է, ես իրավունք չունեմ նրան կոչել աշխարհական անունով, այսինքն Ավազանի անունով։ Եթե ես նրան անվանեմ Ավազանի անունով, այդ դեպքում ես կհավասարվեմ եւ կստորանամ, կիջնեմ այն մարդկանց շարքին կդասվեմ, որոնք վեհափառին են անվանում Ավազանի անունով։ Ինչ վերաբերում է Վազգեն arczepiskopos-ին, ես բոլոր դեպքերում նրան կանվանեմ ոչ միայն հայ եկեղեցու, այլ հայ ազգի գաղափարական թշնամի, motivirованный противник, ասկանը գաղափարական, այդպես է ստացվում եւ գիտեք ինչ կա, այստեղ կա պետք է հիշել այն աղետը 1988 թվականին ավերիչ երկրաշարժը Սպիտակի, Գյումրի եւ Հայաստանի այդ հյուսիսային գավառներում ավերված ավերի մունքներ առաջացրած երկրաշարժը։ Այդ երկրաշարժից հետո նոր տարվա Ամանորի նախորեին Վազգեն առաջին վեհափառի ելույթը։ Նրա խոսքեր ես կարող եմ մոտավորապես բառացի կրկնեմ։ Հայացքներս հառած Արարատին, ապրենք հույսով եւ տոկունությամբ կառուցենք մեր ապագան։ Այսօր Վազգեն arczepiskopos Միրզախանյանը կողմ կանգնելով Արարատատյաց ուժերին փաստորեն առ-ոչինչ է դարձնում Վազգեն առաջին վեհափառի այդ հայտարարությունը։